Այս ռեժիմը իր վարած այս շպագատային արտաքին քաղաքականության արդյունքում հայտնվելու է շատ ծանր թակարդում եւ արդեն իսկ հայտնվել է մի ոտքով Ռուսաստան, մի ոտքի մյուս թայով Եվրամիություն, Ռուսաստանից գալ թքել Ռուսաստանի վրա, գնալ Եվրամիություն թքել Ռուսաստանի վրա, գնալ Ռուսաստան ակնարկներ անել, որ ինչ եվրոպական միություն նման բան չկա, մենք մեր հարաբերությունները պիտի խորացնենք Ռուսաստանի հետ, Իսրայելին ռևերանսներ, Իրանին ասել, որ չէ նման բան չկա եւ այլն, այս ամենը Հայաստանը այնպիսի աշխարհաքաղաքական կատաստրոֆիկ փակուղու մեջ է գցել, որ ես նույնիսկ զարհուրում եմ մտածել այս աշխարհաքաղաքական կենտրոնների այս զդաչին պատասխանը որ գալու է, ինչ դաժանությամբ լինելու, որտեղ եթե այդ պատասխանի հասցեատերը լիներ միայն այս ռեժիմը եւ միայն իրանք վճարեին դրա համար, կասեի օքեյ, արել են, ստանում են բումերանգը, բայց մենք հասկանում ենք, որ այդ ամենի մուլտիպլիկատիվ էֆեկտը, այդ ամենի բումերանգը խփելու է Հայաստանի Հանրապետության պետականության դեմքին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տարբեր սանկցիաներով, իրավիճակներով տնտեսական, քաղաքական եւ այլն, այնքան չհաշվարկես հետևանքները քո այս բեզալաբերնի բարդակային արտաքին քաղաքականության, որ երկիրը գցես այնպիսի ծուղակի մեջ, որ ոնց դուրս գաս այլևս Հայաստանի վնասը հասկանում ես, մենք հիմա գտնվում ենք ցավոք սրտի այն իրավիճակում, որ ցանկացած ելք այս փակուղային է եւ կամ պիտի գնանք չարիած նվազագույնի տարբերակով։ Սա է այս իշխանության վարած արտաքին շպագատային բոլորին բավարարելու, բոլորին ֆռացնելու, կարծելով որ բոլորի քթից կարա բռնի, ֆռացնի ինչքան ուզի եւ կարա ասի թողեք միաժամանակ երկու աթոռին նստեմ այնքան ժամանակ, ինչքան հետույքս կդիմանա, չդիմացավ, նոր այն ժամանակ կկայացնեմ որոշում։